Քանի հիվանդ կա այս պահին Էրեբունիում, քանիսի վիճակն է նրանցից ծանր, դուրս գրումներ եղել են երեքանից։ Այո, այս պահին Էրեբունի բժշկական կենտրոնում գտնվում են 9 հիվանդ, որոնցից 3-ը դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Մնացած հիվանդները, ով գտնվում է հիվանդասենյակում, վիճակները բավարար է, կատարվում են համապատասխան բուժական միջոցառումներ, ստանում են համապատասխան դեղեր։ Ովքեր են 3-ը։ Ըստ հերթականության առաջինը դա Լամբարյանն է, որը երեք վիրահատվել է, բերվել է ՊՊՑ-ի տարածքից, վիրահատությունը նորմալ է անցել, առավոտյան ինքը անջատվել է արհեստական սարքից, հիմա գտնվում է գիտակցության մեջ, մենք իր վիճակը կայուն ենք գնահատում, երեկվանից հետո զգալի դրական տեղաշարժով։ Երկրորդ հիվանդը բավականին ծանր հիվանդ է, որովայնի հրազենային վնասվածքով ոստիկան է, որին երեք մենք անհապաղ վիրահատություն ենք կատարել որովայնի վրա եւ այնտեղ վնասում կար հաստաղիքի սիգմաձև աղիքի վնասում, վիրահատությունը հարթ անց է։ Նույնպես հիվանդը առավոտյան անջատվել է արհեստական շնչառության սարքից, հիմա գտնվում է ծանր կայուն վիճակում։ Եվ երրորդը քաղաքացի է, որի մոտ կար ծնոտի կոտրվածք, նույնպես հիվանդը երեկոյան վիրահատվել է, հիմա վիճակը բավարար ենք գնահատում, երևի մոտ ժամերին այդ հիվանդին, այդ քաղաքացուն մենք կտեղափոխենք հիվանդասենյակ եւ ինքը այնտեղ արդեն կշարունակի իր հետագա բուժումները։ Քանի հիվանդ է դուրս գրվել։ 16 հատ հիվանդ էինք, 16 հոգի էինք երեք ընդունել հիվանդանոց եւ տվյալ պահին 9 կա, 7 հիվանդ դուրս է գրվել։ Որքան է ոստիկան եւ քաղաքացի։ Այս պահին 6 ոստիկան ունենք, 2 քաղաքացի եւ մեկն է Լամբարյանը։ Դրական փոփոխություններ կա, գիտակցությունը պարզ է, վերքի վիճակը բավարար են գտնում, ստանում է համապատասխան բուժումներ, անտիբիոտիկներ։ Ոնց որ թե հա։ Նաեւ կար տեղեկություն, որ ինքը հրաժարվել է ցավազրկով։ Ոչ, ինքը ինչ դեղորայք ստանում է։ Այո։ Որևէ այլ տվյալներ կան, որ մենք չհարցնենք, բայց դուք կարող եք։ Երեք այդ դիմացները հիմնականում ինչ կանգատներ են ունեցել, ինչ վնասվածքներ են ունեցել։ Դե ես պատմեցի ձեզ, կային թեթև փոքր վերքերով, որոնք մշակվել են, հիվանդներ կային, որոնք ընդունարանից, էմերջենսիից մշակելուց առաջի վիրաբուժական օգնությունը ցույց տալուց հետո ուղարկել ենք տուն, որովհետև կարիք չկար հիվանդանոցում մնալու, կային հիվանդներ, որոնց պետք էր գոնե 1-2 օր հետևել։ Տեսակցել են հարազատները հիվանդներին։ Ես ճիշտն ասած չեմ կարող պատասխանեմ այդ հարցին, որովհետև չգիտեմ տեսակցել են թե ոչ։ Այսինքն այդ արգելքը դրված է ոստիկանների կողմից, դեռևս թե միայն դա ՊՊՑ գնդի։ Մենակ ՊՊՑ գնդին է վերաբերվում վերակենդան։ Այո, երեք ինքը իր վիճակը բավարար էր եւ երեք իրան տեղափոխել են կալանավորների հիվանդանոց։ Ոչ, մենք մանկահասակ երեխա երեք չենք ընդունել։